Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը սերիալում իրադարձությունները հասել են իրենց գագաթնակետին, եւ այսօրվա սերիան պարզապես պայթյունավտանգ էր։ Մենք տեսանք զուգահեռ երկու մեծ դրամա, որտեղ մի կողմից անցյալի ստվերներն են հայտնվում, մյուս կողմից նոր ու դաժան ստի հյուսվածքները։ Այսօր մանրամասն կխոսենք այն մասին, թե ինչպես Բաբկենի հայտնվելը ցնցեց Էլիզի աշխարհը, եւ թե ինչ ստոր քայլի դիմեց Լանան սեփական կաշին փրկելու համար։ Սկսենք Էլիզից։ Մենք տեսնում ենք մի աղջկա, ում հոգին տարիներ շարունակ կուտակված ցավից պարզապես ճչում է։ Էդոյի հետ նրա անկեղծ զրույցը ցույց տվեց, թե որքան խորն է այդ վերքը։ Էլիզը հասկանում է, որ հոր վերադարձը ոչ մի լավ բան չի խոստանում, եւ նրա վախերն ու զայրույթը միանգամայն արդարացված են։ Էդոն իհարկե փորձում է լինել հավասարակշռող կողմը։ Փորձում է հանդարտեցնել սիրած աղջկան, առաջարկելով գոնե մեկ անգամ լսել հորը։ Բայց արդյոք կարելի է լսել մեկին, ով 10 տարի բացակայել է քո կյանքից, ու հիմա հայտնվել է միայն այն ժամանակ, երբ իրեն ինչ-որ բան է պետք։ Եվ ահա տեղի է ունենում ամենասարսափելին, այն պահը, երբ Էլիզը շենքի մոտ պատահաբար նկատում է հորը, ով թաքնված հետևում էր իրենց, պարզապես շունչ կտրող է։ Պատկերացնում եք 10 տարի անց մեկ վայրկյանում տեսնել այն մարդուն, ում պատճառով քո ամբողջ մանկությունն ու պատանեկությունը տակնուվրա է եղել։ Էլիզի ապշահար հայացքի մեջ ամեն ինչ կար՝ եւ վախ, եւ ցասում, եւ անզորություն։ Բայց նրա ամենամեծ անհանգստությունը հիմա Ալինան է։ Ալինան ընդամենը 15 տարեկան է։ Նա դեռ երեխա է, ում հոգեբանությունը կարող է վերջնականապես կոտրվել այս անսպասելի հանդիպումից։ Ինչպես է Էլիզը պաշտպանելու քրոջը այս հարվածից, երբ ինքն էլ է կանգնած հոգեբանական անդունդի եզրի։ Սակայն քանի դեռ մի ընտանիքում անցյալի վերքերն են բացվում, մյուսում Արշակի տանը ծավալվում է մի դավադրություն, որն իր ստորությամբ չունի սահմաններ։ Նորոն, ով փորձում է լինել արդարության կողմնակիցը, սկսել է հետաքննել Լանայի անցյալը։ Նա զգում է, որ Լանան ու Կարենը ինչ-որ վտանգավոր խաղ են խաղում Արշակի դեմ, բայց քանի դեռ Նորոն փորձում է գտնել փաստեր, Լանան անցնում է կտրուկ հակահարվածի։ Երբ Արշակը վերջապես անկյուն է սեղմում Լանային ու հարցնում իր ննջասենյակի դարակից կորած գումարի մասին, Լանան դիմում է իր կյանքի ամենաստոր քայլին։ Հասկանալով, որ այլևս ելք չունի, նա ոչ թե խոստովանում է, այլ թիրախավորում է ամենաանմեղ մարդուն՝ Նորոյին։ Լանան Արշակի աչքերի մեջ նայելով ստում է, թե իբր Նորոն է գողացել գումարը, իսկ հետո սպառնացել է իրեն, ասելով, որ կվնասի Արևիկին, եթե ինքը խոսի։ Սա պարզապես գագաթնակետն է ստորության։ Լանան օգտագործում է Արշակի թույլ կողմը, նրա սերը Արևիկի հանդեպ եւ վստահությունը Նորոյի նկատմամբ։ Արշակը շոկի մեջ է։ Մենք տեսնում ենք մի մարդու, ում աշխարհը փլուզվում է։ Նա չի կարողանում հավատալ, որ Նորոն, այն մարդը, ում նա համարում էր հարազատ ու վստահելի, կարող էր նման բան անել։ Լանայի այս սուտը կարող է քանդել այն ամենը, ինչ Նորոն ու Արշակը կառուցել էին այսքան ժամանակ։ Ինչ եք կարծում, սիրելիներս, Արշակը կհավատա Լանայի այս հյուսած հեքիաթին, թե նրա բնազդը կհուշի, որ իրական հանցագործը հենց իր դիմաց կանգնած կինն է։ Իսկ Բաբկենը, նա դեռ ինչքան է պատրաստվում գաղտնի հետևել իր զավակներին, նախքան կբացի իր իրական խաղաթղթերը։ Ձեր կարծիքները գրեք մեկնաբանություններում։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի միասին քննարկենք Ուրիշի ընտանիքը սերիալի ամենաթեժ զարգացումները։